Ինչի հետ մենք կարող ենք համեմատել սոցիալական ցանցերից օգտվելը հաճույքի տեսանկյունից։ Այդ ժամանակ դոֆամինի քանակը մոտ 4 անգամ ավելի բարձր է լինում, քան սեռական հարաբերությունների ժամանակ։ Օնլայն խաղերը համարվում են հոգեկան խանգարում։ Եթե կա կախվածություն։ Ինչ վնասակարություն ունի օնլայն խաղից կախվածություն ունի։ Շատ մեծ վնասներ կան։ Չասեմ այն ախտանիշները, որոնք ինքը տեղով արդեն խնդիր է ու վնաս է, այսինքն հոգեկան առողջության խնդիր է։ Երկրորդը դրա հետևանքով կարող են առաջ գալ ավելի լուրջ խնդիրներ, նույնիսկ ունենում ենք դեպքեր, երբ որ անձը ինքնասպանություն է գործում։ Սոցիալական ցանցերից կախվածությունը կարող ենք համեմատել օրինակ ծխախոտային նիկոտինային կախվածության հետ։ Այո, որովհետև կախվածությունները մեկա կախվածություններ են, կապ չունի այդտեղ կա նյութ, թե նյութ չկա։ Սիրահարվածությունը կարող է դառնալ հոգետանջանքի առիթ։ Իհարկե կարող է դառնալ, բայց դա նորմա ենք մենք համարում։ Ասեմ, որ կան նաև նմանատիպ կախվածության ձևեր, որոնք կոչվում են սիրային կախվածություններ, իրանք էլի համարվում են ոչ քիմիական կախվածությունների տարատեսակներ, բայց իհարկե չեն դասակարգվում որպես հիվանդություն։ Ողջույն, այս պահին էլ մենք շփվում ենք սոցիալական ցանցի միջոցով եւ լավ ենք անում։ Սոցիալական ցանցեր ունեն մեծ առավելություններ եւ մեր կյանքը շատ են թեթևացրել ու գեղեցկացրել։ Սակայն եթե դուք արթնանում եք եւ առաջինը ինչ անում եք դա մտնել որևիցե սոցիալական ցանց, ուրեմն շնորհավորում եմ դուք ունեք կախվածություն։ Սոցիալական ցանցերից կախվածությունները գրեթե հավասար են թմրանյութից կախվածության կամ խաղամոլությունից կախվածության։ Այս ամենի եւ ավելիի մասին այսօր խոսելու ենք մասնագետի հետ։ Իմ զրուցակիցն է հոգեբույժ Գևորգ Փաշիկյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ ամենաջ։ Գևորգ, այսօր մեզանից յուրաքանչյուրը որոշ չափով օգտագործում է սոցիալական ցանց, սակայն ոչ բոլորը ունեն դրանից կախվածություն։ Որն է այն սահմանագիծը, որ հասկանանք, ունենք կախվածություն, թե օգտագործում ենք որպես ժամանակակից գործիք։ Նախ ձեր առաջաբանից մի փոքր շտկումներ անեմ։ Այս պահի դրությամբ սոցիալական ցանցերից կախվածությունը կամ մեդիա կախվածությունը ինքը որպես այդպեսին չի համարվում դեռևս խանգարում, լավ, հոգեկան առողջության խնդիր, բայց ինքը իր բոլոր պարամետրերով համապատասխանում է կախվածություններին, լավ, ոնց որ խաղային կախվածությունները կամ հոգեակտիվ նյութերից կախվածությունները շատ նմանություններ ունեն ու հիմնական երկու կոմպոնենտով նման են կախվածություններին, սակայն դեռևս որպես հոգեկան առողջության խնդիր իրենք դասակարգված չեն, այսպես ասած, բայց եւ բուժական առումով եւ ախտանիշներով համապատասխանում են եւ որոշ դեպքերում կարիք է լինում նաեւ բուժական միջամտություն, դա պարտադիր չի դեղորայքային բուժում լինի, այլ ոչ դեղորայքային բուժումով։ Հիմնական երկու կոմպոնենտ է, առաջինը դա անհագ ցանկությունն է անընդհատ լինել սոցցանցերում, անկախ նրանից, թե դուք այնտեղ ինչով եք զբաղվում։ Երկրորդը սոցիալական գործունեության խաթարումն է, կամ որոշ դեպքերում ընդհանրապես բացակայությունը, այսինքն անձը ամբողջ օրը անցկացնում է սոցիալական ցանցերում եւ սոցիալական կապերը, իրական կապերը խաթարվում են կամ բացակայում են։ Հիմնականում այդ երկու կոմպոնենտն են։ Իհարկե ուղեկցող նաեւ այլ խնդիրներ էլ կան։ Սոցիալական ցանցը մի հիանալի միջավայր է ներկայանալու այնպես, ինչպիսին որ ցանկանում ես, որ քեզ հանրությունը ճանաչի եւ էկրանի այն կողմում նստող իսկապես հենց այդպես էլ ընկալում է, համարելով, որ քո կյանքը շատ շքեղ է, իդեալական է, իսկ իրենը ոչ։ Այսպիսով այն մարդիկ, ովքեր շատ են հետևում իրենց սիրելի բլոգերներին, չգիտեմ, կերպարներին սոցիալական ցանցերում, իրենց ստորադասված են զգում նաեւ։ Այո, կա այդ բարդույթը կախվածություն առաջացնելու հիմնական, այսպես ասած, գործոններից է, երբ որ անձը փորձում է նմանվի իր, այսպես ասած, կումիրին, հա, սոցիալական ցանցերում այն մարդուն, ում որ հետևում է։ Հիմնական պատճառներից մեկը դա է նաև կախվածություն առաջացնում։ Մարդիկ կան, ովքեր ապրում են սոցիալական ցանցում, որովհետև դա իրենց աշխատանքն է։ Մարդիկ էլ կան, ապրում են սոցիալական ցանցով, որովհետև իրենք իրենց կյանքը պակաս հետաքրքիր են համարում։ Ինչի մասին ենք մենք այստեղ խոսում։ Մարդու մասին, ով ունի ցածր ինքնագնահատական, ունի ցածր ձգտումներ եւ ապրում է այլ մարդու կյանքով,
Այսինքն այսօր սոցիալական ցանցը ինչին է փոխարինում երեկվա տաղավարային խոսակցություններին, բամբասանքներին միգուցե։ Շատ հետաքրքիր հարց տվեցիք։ Հիմա մենք չենք կարող ասել, թե շփումները որտեղ է ավելի հարմար իրականացնել սոցիալական ցանցերում, թե իրական կյանքում, հա, որովհետև սոցիալական հիմա նույնիսկ սոցիալական շփումները մեծամասամբ տեղափոխվել են սոցիալական մեդիայի հարթակում, այնտեղ է շփումներ իրականացնում։ Եվ որ մենք ասում ենք սոցիալական շփումներում խաթարում է լինում, կարող են մեզ հակադարձել, ասել մենք լավ էլ շփվում ենք, սոցիալական շփում ենք ապահովում, բայց դա միևնույնն է, չի փոխարինի ռեալ շփումներին։ Ու ինքը այն գործունեության, որ անձը պետք է զբաղվի, օրինակ ուսումն է, աշխատանքն է, կամ այլ գործունեություն, դա միանշանակ խաթարվում է։ Իհարկե խոսքը չի վերաբերում այն մարդկանց, ովքեր որ սոցիալական մեդիայում գումար են աշխատում, դա իրանց աշխատանքն է, այդտեղ կախվածության մասին խոսք գնալ չի կարող, չնայած կարող են թեթև էլեմենտներ լինել կախվածությունների, օրինակ եթե այդ մարդն առաջարկես այլ աշխատանք, իր համար կարող է այսպես հարմարվողականության խանգարումների ժամանակաշրջանը սկսվի։ Նայեք, իսկ պատճառները, նայեք, պատճառները պարտադիր չի, որ անձը ունենա թերարժեքության զգացողություն, ցածր ինքնագնահատական, կարող է բարձր ինքնագնահատական, բարձր ինտելեկտուալ հնարավորություններով անձ լինի, բայց ինքը այնքան տարված լինի սոցիալական մեդիայով, որ իր մոտ առաջանա այդ սևեռուն գործողությունը, որ անընդհատ պետք է մտնի սոցցանցեր, ինչ որ բաներ ստուգի, ինչ որ բաներ նայի, առանց դրա չի կարա։ Դա տիպիկ, այսպես ասած, սևեռուն գործողություն է։ Ցանկացած գործողություն, որը կպչուն բնույթ է կրում, այսինքն այս չափի զգացողությունը արդեն հատել է, այլևս խանգարում ենք համարում։ Ну, էլի եմ ասում, որ այս պահին չի համարվում, բայց շատ շատերը համարում են, որ դա խանգարում է։ Սոցիալական մեդիայից կախվածության մասին է խոսքը։ Իսկ կպչուն մտքերը կամ կպչուն գործողությունները իրանք ախտանիշներ են, ախտանիշ է, որը որ հոգեախտաբանական ախտանիշ է, բայց միայն այդ ախտանիշով չես կարող ասել, որ անձի մոտ կա ինչ որ հոգեկան առողջության խնդիր, այդ թվում նաև սոցիալական մեդիայից կախվածություն։ Պետք է նաև դրան գումարվեն այլ ախտանիշներ, կազմեն, այսպես ասած, համախտանիշ, փունջ կազմեն եւ վերածվեն նոր հոգեկան առողջության։ Այս շարժումը բոլորիս ծանոթ է, հեռախոսի էկրանն է, անդադար թերթում ենք ընդամենը մի քանի վայրկյան, ինչ որ մի բովանդակության ծանոթանալու եւ անցնում ենք առաջ։ Սա այդ կպչուն շարժումն է, որը հենց կախվածություն է առաջացնում։ Ինքը ոչ թե առաջացնում է, այլ ինքը պրոդուկտն է։ Կախվածության։ Կախվածության կոմպոնենտ է, այսպես ասած։ Այսինքն տեսեք, սա սովորություն է, որը թվում է թե մարդ իր կենցաղից, ինչ որ խնդիրներից փորձում է անջատվել, մտնում է եւ այս շարժումով ուզում է տեսնել աշխարհում էլ ինչ կա։ Միևնույն ժամանակ սա հյուծում է իր նյարդային համակարգը, դա այդպես է թե չէ։ Խնդրեմ այս մասին։ Միանշանակ կան բազմաթիվ ապացույցներ, որ կպչուն գործողությունները կամ կպչուն մտքերը բավականին լուրջ էներգիա են տանում մարդուց ու բերում են հյուծվածության։ Դա ապացուցված փաստ է ու նաև բերում են այլ խնդիրների, քնի խանգարումների, բերում են տրամադրության անկման, կարող են դեպքեր լինել, երբ որ անձը ունենում է տագնապային խանգարումներ, խուճապի գրոհներ, մանավանդ այն դեպքում, երբ որ օրինակ ինքը որոշում է, որ այլևս չի մտնելու սոցիալական ցանցեր, դա մյուս նմանությունն է այլ կախվածությունների, երբ որ ինքը որոշակի դադար է տալիս եւ այդ ընթացքում իր մոտ առաջանում են այդ քնի խանգարումները, խուճապի գրոհները, հուզական անկայունությունը, պորտկունությունը, որոշ դեպքերում ագրեսիայի էպիզոդներ կարող են դիտվել։ Մարդուն անդադար թվում է, թե աշխարհում ինչ որ մի կարևոր բան տեղի ունեցավ, իսկ ինքը տեղյակ չէ։ Այո։ Սա է առաջացնում այդ տագնապայնությունը։ Ոչ, դա ուղղակի, այսպես ասած, զրկանքի համախտանիշի նման բան է, որը որ բնորոշ է բոլոր կախվածություններից։ Այսինքն իր սովորական ապրելակերպից, որը որ ձևավորվել է, չնայած դա կախվածություն է, բայց մեկը իր ապրելակերպն է, իր հոմեոստատիկ վիճակն է, այդպես։ Երբ որ դուրս է գալի դրանից, ինքը ունենում է արդեն հարմարվողականության հետ կապված խնդիր։ Սոցիալական ցանցերից կախվածությունը կարող ենք համեմատել օրինակ ծխախոտային նիկոտինային կախվածության հետ։ Այո, որովհետև կախվածությունները մեկը կախվածություններ են, կապ չունի այդտեղ կա նյութ, թե նյութ չկա, նա
օրինակ սոցիալական մեդիայից կախվածություններ իրանք մտնում են մի հատ մեծ կախվածությունների խմբի մեջ, որոնք որ կոչվում են ոչ քիմիական կախվածություններ։ Այսինքն կա կախվածության համախտանիշը, բայց չկա նյութ, հոգեակտիվ նյութը, որից որ կախվածությունը առաջանում։ Այս դեպքում կախվածությունը զարգանում է որոշակի գործողության նկատմամբ։ Նույն այդ խմբի մեջ օրինակ մտնում են խաղային կախվածությունները, մտնում են տարբեր տեսակի տեխնոլոգիական կախվածություններ, ամեն ժամանակաշրջան ունեցել է իր տեխնոլոգիական կախվածություն, օրինակ հեռուստացույցից կախվածություն, գadgetներից կախվածությունը, ինտերնետից կախվածություն, այսինքն սոցիալական ցանցերից։ Դա մտնում է այդ մեծ ընտանիքի մեջ։ Այդ որ ասում էի սոցիալական մեդիայից կախվածությունը դեռ չի համարվում հոգեկան առողջության խնդիր, բայց այդ խմբում կան խնդիրներ, խանգարումներ, որոնք արդեն իսկ համարվում են եւ դասակարգված են որպես հոգեբուժական խնդիրներ, օրինակ խաղային կախվածությունը, շատ նման են իրար, հա, կամ վիդեոխաղերից կախվածությունը։ Այդ երկուսը այդ խմբից դասակարգվել են արդեն իսկ որպես հոգեկան առողջության խնդիր։ Ինտերնետային այդ on-line խաղերը համարվում են հոգեկան խանգարում։ Եթե կա կախվածություն։ Ոնց հասկանանք, որ օրինակ երեխան, շատ երեխաներ ժամերով այդ on-line խաղերի մեջ են եւ իսկապես վերապրումներ են ունենում, էմոցիաներ են ունենում։ Ես արդեն ասացի, երկու կոմպոնենտն է շատ կարևոր, երբ որ ադապտացիան չկա սոցիալական, այսինքն ինքը կտրվում է այն հիմնական իր զբաղմունքներից, որոնք որ պետք է անել։ Ուսումը կլինի, սպորտը կլինի, սոցիալական տարբեր տեսակի շփումները կլինի ու այդ ցանկությունը կամ այդ մղումը կամ վիճակը, որ անընդհատ ինքը խաղի մեջ է։ Այդ երկուսը եթե կա, նաև գումարած այլ ախտանիշներ, արդեն մենք կարող ենք խոսել կախվածության մասին։ Ինչ վնասակարություն ունի on-line խաղից կախվածություն ունի։ Շատ մեծ վնասներ կան։ Չասեմ այն ախտանիշները, որոնք ինքը տեղով արդեն խնդիր է ու վնաս է, այսինքն հոգեկան առողջության խնդիր է։ Երկրորդը դրա հետևանքով կարող են առաջ գալ ավելի լուրջ խնդիրներ։ Նույնիսկ ունենում ենք դեպքեր, երբ որ անձը ինքնասպանություն է գործում, հա, խաղերի նույնիսկ ազդեցության տակ, դա չի կարող կախվածություն համարի, բայց այդ խաղերի վնասակարության մասին է խոսում։ Կախվածության հետևանքով նույնպես կարող լինի սուիցիդներ, ինքնասպանություններ։ Դեպքեր են արձանագրվել Չինաստանում, Ամերիկայում, որտեղ որ հիմնական հետազոտություններն են արվում այս ոչ քիմիական կախվածություններից։ Եղել է օրինակ Չինաստանում դեպք, նաև եղել է Կանադայում դեպք վերջին մի քանի տարվա ընթացքում, երբ որ հյուծվածությունից է երեխան մահացել։ Նորմալ հսկողություն չի ունեցել, ինքը անընդհատ խաղի մեջ է եղել, մոռացել է եւ ուտելու մասին, եւ խմելու մասին, եւ քնելու մասին։ Հոգեկան ինչ խանգարումներ կարող է ունենալ երեխան, եթե տևական ժամանակ այդ on-line խաղերի մեջ է եւ այդ ապրումները, ես նույնիսկ տեսել եմ, երբ երեխան այդ on-line խաղում տարվելուց հետո ինչ ապրումներ է ունեցել, հավասարակշիռ վիճակից է դուրս եկել, սա ինչ հետևանքներ կարող է ունենալ նրա հետագայի վրա եւ հոգեկան առողջության վրա։ Դե ասեցի, որ ինքը հոգեկան առողջության խնդիր է, բայց եթե ժամանակին ու պատշաճ բուժում ստանան, ինքը հնարավոր է առանց որևէ հետևանքի անցնի, հա։ Ոչ մեկ չի ասել, որ կախվածությունը անբուժելի է, իրականում իրանք բավականին բարձր էֆեկտիվություն կա բուժման, եթե պատշաճ բուժում է իրականացնում, հա։ Տարբեր տեսակների մոտավորապես 50-ից 70% առողջացում է դիտվում, ոչ թե լավացում։ Տարիքային որոշակի խումբ կա, որոնք ավելի արագ են այս կախվածություններից բուժման ենթարկվում, օրինակ երեխաներն են ավելի հեշտ հրաժարվում on-line խաղերից, թե մեծահասակ, որտեղ մեծահասակներն կան։ Հետազոտություն չկա, օրինակ գենդերայինի առումով հետազոտություններ կա, որ ոչ քիմիական կախվածությունը ընդհանուր առմամբ կանանց մոտ ավելի դժվար բուժելի է ու նրանց մոտ ախտանիշները շատ ավելի խորն են, քան տղամարդկանց մոտ, բայց հաճախականության առումով տղամարդկանց մոտ ավելի շատ է դիտվում ոչ քիմիական կախվածություն, նաև քիմիական կախվածություն, այսինքն հոգեակտիվ նյութերից կախվածությունները։ Բժիշկ, դուք ասացիք, որ այս on-line խաղերը դրդում են շատ պարագաներում երեխաներին անհավասարակշիռ պահվածքի, այդ թվում մինչև սուիցիդ իրականացնելու փորձերի։ Սրանք կոնկրետ խաղերի մասին են խոսքը, թե ցանկացած on-line խաղ, որը չափը անցնում է երեխային։ Կան կոնկրետ խաղեր, ես ճիշտն ասած հիմա անունները չեմ հիշի, բայց կան խաղեր, որոնք որ վիրտուալ աշխարհում ունենում են օրինակ որոշակի հանձնարարություններ, որոնք պետք է կատարեն առօրյա կյանքում,
լավ, իրական կյանքում։ Դրանց հետևանքով կարող լինեն դժբախտ պատահարներ, դա կոչվում է սուիցիդալ վարքագիծ, այսինքն մեկը դա համարում է էլի ինքնասպանություն։ Օրինակ, խաղում կարող է անձը ունենա հանձնարարություն, որ ցածր կամուրջից պետքա ինքը թռնի։ Ինքը դա անում է, հնարավոր է որ մահանա, դա համարվում է սուիցիդ, ինքնասպանություն։ Բժիշկ, մարդիկ, ովքեր ունեն, այսպես ասենք, ոչ ամուր հոգեկերտվածք, հակված են կախվածությունների, նաև խաղային կախվածության, սոցիալական ցանցերի, թե այս կախվածություններն են մարդկանց կամքը կոտրում եւ այլևս նրանք նման հակումներ են ունենում։ Նայեք, հոգեկերտվածքը իհարկե կապ ունի, բայց նաև շատ մեծ դեր ունի, թե այդ կախվածություն առաջացնող գործոնները ինչքան են հրապուրիչ են, այնքան կախվածությունը շատ ավելի շատ կլինի, նա ինչքան գեղեցիկ դիզայն ունենա, օրինակ նույն խաղային կազինոները, օնլայն կազինոները գեղեցիկ դիզայն են ունենում, շատ հետաքրքիր է ներկայացվում ինչ-որ խոստումներով եւ այլն, կարող է ամուր հոգեկերտվածքով մարդը այդ թակարդն ընկնի, այդ թակարդից ու դրանից առաջանա նաեւ ու սկսվի կախվածության զարգացում, այսպես ասած։ Վերադառնանք սոցիալական ցանցեր։ Սոցիալական ցանցերում որպես կանոն երկարատև նյութեր չեն լինում, ամենայն դեպս ինֆորմատիվ, դրանք TikTok-ն է, Instagram-ն է, դրանք կարճ տևող ինֆորմացիաներ են, գեղեցիկ պատկերներ մեկը մյուսին հաջորդող եւ մարդը ինֆորմացիա ստանալու այս ձևաչափին են տելանում։ Ինչ է կատարվում նրա ուղեղում, արդյոք ինչ-որ փոփոխություններ են լինում եւ հետո նա արդեն դժվարանում է ավելի լուրջ ինֆորմացիա ընկալել։ Սակայն նախքան այս հարցին պատասխանել ուզում եմ դիմել ձեզ եւ հիշեցնել, որ դուք կարող եք բաժանորդագրվել մեր YouTube-ի անալիքին, ինչպես նաեւ կարող եք մեզ գտնել Instagram-ում, TikTok-ում եւ Facebook-ում։ Կարող եք միանալ նաեւ մեր Patreon-ի փակ խմբին, որտեղ փոքրաթիվ մարդկանցով մենք հավաքվում ենք եւ քննարկում հետաքրքիր ու կարեւոր թեմաներ։ Սա հնարավորություն է նաև ձեզ համար մասնագետին ուղղել ձեր մասնավոր հարցը եւ ստանալ հենց ձեր պատասխանը։ Բաժանորդագրվեք, հետևեք, ես ձեզ սպասելու եմ։ Ընդհանրապես ապացուցված է, որ կարճ ինֆորմացիան ինքը ավելի հեշտ ընկալելի է ու ավելորդ ջանքեր անձը չի ծախսում, որ ինֆորմացիան ստանալուց հետո նաև ինչ-որ վերլուծություն անի, շատ արագ է գալի ինֆորմացիան։ Ու դառնում է դա իր համար սովորություն, ավելի հեշտ ինֆորմացիա ընկալելու ձև, այդ սովորությունը մնում է այդպես։ Դրա համար ինքը արդեն երկար, օրինակ ֆիլմեր, հաղորդաշարեր, ինչ որ կլինի, ինքը ավելի դժվար է դա նայում, չի հարմարվում, որովհետև ժամանակ է պետք, իսկ ինքը այդքան համբերություն չունի։ Այսինքն մկանի զարգացման պես ինչ-որ մի բան է, այսինքն ռեֆլեքսի նման նոր ռեֆլեքս է ձևավորվում։ Հա, կարելի է այդպես ասել։ Եվ հետո այդ նույն երեխայից կամ թեկուզ մեծահասակից ակնկալել, որ գիրք է կարդալու, որը ժամեր են պահանջում։ Իհարկե անհնար է։ Ինքը փաստարկ կբերի, որ ես այդ նույն ինֆորմացիան շատ կարճ կստանամ այդ կարճ ռոլիկներից, քանց թե օրինակ 100 էջ գիրք կարդալուց։ Ինքը այդ պատասխան ունի։ Ինչի հետ մենք կարող ենք համեմատել սոցիալական ցանցերից օգտվելը հաճույքի տեսանկյունից։ Չէ՞ որ հաճույքը եւս մեկ ֆակտոր է, որը առաջացնում է կախվածություն։ Իհարկե, հենց հիմնական կոմպոնենտը նաև գործոնը դա է, էյֆորիկ վիճակը, որ առաջանում է կախվածություն, հա, բայց այդ վիճակները նաև առաջանում են սովորական ֆիզիոլոգիական այլ պրոցեսներից, հա, օրինակ սեռական հարաբերություններից, ապացուցված փաստեր կան կոնկրետ խաղային կախվածություններին վերաբերում, բայց դա կարելի է ընդհանրացնել ընդհանուր բոլոր ոչ քիմիական կախվածություններից, այդ թվում նաև սոցիալական մեդիայից կախվածություններից, որ այդ ժամանակ դոֆամինի քանակը մոտ 4 անգամ ավելի բարձր է լինում, քան սեռական հարաբերությունների ժամանակ։ Նմանատիպ հետազոտություններ կան։ Եվ հենց սա է այս դոֆամինի արտանետումն է ուղեղի մեջ ստիպում մարդկան վերադառնալ արդեն։ Այո։ Չնայած արտաքնապես այդպես հաճույք չեն ստանում իրանք։ Նույնիսկ որոշ դեպքերում տանջալի է լինում, երբ որ արդեն ձևավորում է կախվածությունը, իրանց մոտ արդեն դա իրանց հոգեբանորեն տանջում է,
անընդհատ մտնում են էլի նույն իրավիճակի մեջ, բայց կտրվելը դժվար է լինում։ Տեսեք, մի կողմից մենք խոսում ենք հաճույքի մասին, ասելով, որ այդ թերթը անդադար հաճույք է մարդուն պատճառում, բայց դա հաճույք չի, դա էյֆորիկ վիճակ է սկզբնական շրջանում, որը որ արդեն բերում է կախվածություն։ Եվ որից հետո գալիս է ընդհակառակը տագնապային, խնդրեմ այս մասին։ Այս մասին ամեն ինչ ասեցինք, այսինքն երբ որ ձևավորում է կախվածությունը, դրանից հետո գալիս է հոգեբանական աններդաշնակ վիճակը, այսպես կարելի է նկարագրել սոցիալական ցանցերից կախվածության դեպքում։ Տագնապայնության բարձրացում։ Այո, իհարկե կարող է լինել։ Մարդը իր տեղը չի գտնում, թեկուզ նույն իր միջավայրում հարազատ։ Այո, որովհետև ինքը սովոր չի նմանատիպ շփումներին, բացի դա իրան ձգում է սոցիալական շփումները։ Ասեմ, որ շատ հաճախ էս կախվածությունների հետևանքով, ոչ քիմիական կախվածությունների հետևանքով, ոնց որ ասացին վիդեոխաղերից, լինում են սուիցիդներ, որոնք հետո կարող են բացահայտվել, որ դրանք կախվածության հետևանք են։ Տեսեք, բժիշկ, մի պատմություն է անդադար սոցիալական ցանցերում գեղեցիկ կամ ինֆորմատիվ կարճատև հոլովակներ նայելը, մեկ այլ բան է այդ հարթակում գերադասել շփվելը։ Այսինքն գերադասել շփվել ոչ թե իրական կյանքում, այլ հենց այդ հարթակում։ Ինչու է սա այսպես։ Սա հնարավորություն է ներկայանալ այնպես, ինչպես որ կուզենայիր, որ լինեիր, թե այլ խնդիր էլ կա, որովհետև շատ հաճախ մարդիկ նույնիսկ ավելի անկեղծ կարող են լինել նամակագրության մեջ, քան թե առերես շփման։ Երկրորդ տարբերակը ավելի ճիշտ էր, բացի դա մարդիկ ավելի հեշտ են շփվում, իրանց համար ավելի հեշտ է, ավելի արագ է շփվել սոցիալական ցանցերում, քան թե իրական կյանքում։ Ինչու՞։ Հեշտ է, արագ է ուղղակի։ Դա է պատճառը։ Արագ է, թե որոշ չափով հնարավոր է լինում թաքցնել հույզերը, ապրումները, այս աչքի կոնտակտից են խուսափում։ Կարող է լինել։ Դա արդեն մարդու տեսակից է, բոլորին դա բան չի, բնորոշ չի, որ պատճառը դա լինի։ Մարդիկ եթե մենք խոսում ենք այդ շփումների մասին, ինքը տեխնոլոգիայի զարգացման հետ նորմալ է, երբ որ դու օգտագործում ես տեխնոլոգիան ավելի դյուրին դարձնելու քո կյանքը, շփումների մասին է խոսքը, բայց պետքա հավասարակշռությունը միշտ պահել, այսինքն եւ այնտեղ պետքա շփվել սոցիալական դաշտում, եւ ռեալ կյանքում պետքա շփումները ապահովես։ Մարդկանց համար, եթե շփումը հեշտ է իրական կյանքում, դա արդյոք նշանակում է, որ սոցիալական հարթակում նույնպես նա արագ կոնտակտի դուրս կգա, թե ամենևին մեկը մյուսի հետ կապ չունի, ես կարծում եմ։ Կարող է մարդը շատ լավ շփումներ ունենա իրական կյանքում, բայց սոցիալական ցանցերում իր շփումները ոչ մի ձևի չստացվեն։ Ինչու՞։ Չեմ կարող ասել։ Դա մարդու երևույթից է։ Ձեզ դիմողները հիմնականում մեծահասակ մարդիկ են, ովքեր արդեն գիտակցել են, որ նման կախվածություն ունեն, թե ես ենթադրում եմ, որ այնուամենայնիվ դրանք ծնողներ են, իրենց երեխաների համար են դիմում։ Հիմնականում անհանգստանում են ծնողները, մեծահասակները կարող է ասեն, հա, ես ունեմ կախվածություն սոցիալական ցանցերից, բայց իրանք չեն դիմի, որովհետև նաև այսպես միտք ունեն, որ դա նորմալ է։ Ուղղակի ասում են այսպես հանակով ու անցնում են, բայց այդ ասելու մեջ նաև դու զգում ես, որ իր համար դա հաճելի չի, ինքը կուզեր ուրիշ ձևի լիներ։ Կուզեր ավելի շատ ռեալ կյանքում շփվել, բայց ինքը արդեն ունի որոշակի կախվածություն սոցիալական ցանցերից։ Հիմնականում ավելի շատ դիմում են այլ կախվածությունների պարագայում, քան թե սոցիալական ցանցերի։ Այսինքն առայժմ դիմելիություն ունեցած էր, թե տարածվածությունը։ Դիմելիությունը, որովհետև չեն ընկալում, որ ինքը կարա կյանքի որակի վրա ազդի։ Պարոն Փաշիկյան, տեսեք, անդադար սոցիալական ցանց մտնելու ցանկությունը շատ հաճախ նաև պայմանավորված է նրանով, որ մտածում ես, որ կարևոր ինչ-որ մի բան տեղի ունեցավ եւ դու տեղյակ չես։ Դա քաղաքական լարվածությունների հետ են ալիքաձև պայմանավորված լինում, սոցիալական ինչ-որ նոր օրենքների հետ կապված եւ այլևս արմատանում են։ Մեր հասարակության մեջ սա շատ խոր արմատներ գցեց հենց պատերազմի օրերին, երբ իսկապես անդադար ինչ-որ բաներ կատարվում։ Այստեղ այն որ ասում են օգուտը եւ վնասը սոցիալական ցանցերի օգուտը նրանում էր, որ դուք կարող եք այդ ժամանակահատվածում շատ արագ ինֆորմացիա ստանալ, այսպես ասած, առաջի ձեռից։ Վնասը այդ
նմանատիպ ինֆորմացիա նայեմ, որ այդ ինֆորմացիան հաճախ չէր համապատասխանում իրականությանը ու հաճախ այնպիսի ինֆորմացիա էր ստանում, որ ինքը ավտոմատ ազդում էր քո հոգեկան առողջության վրա։ Տարածված էին այդ ժամանակ նմանատիպ բաներ։ Երրորդը, որ այդ բաց շփումները, բաց հարթակում կարող են նաև թշնամուն օգնել ինչ որ ձևի։ Մենք գիտենք, որ դա նաև ասել են, որ մի արեք, մի օգտվեք, նկարներ մի գցեք, դա մյուս վատ կողմը։ Ինքը լավ է, որովհետև ինֆորմացիա է ստանում շատ արագ, բայց վատ է, երբ որ այդ ինֆորմացիան ստանալուց հետո դու անընդհատ սպասում ես նոր ինֆորմացիայի, ամեն օր սպասում ես նոր ինֆորմացիայի ու անընդհատ գնում ես այդտեղ, անկախ նրանից ինֆորմացիան կա թե չկա։ Դա արդեն խոսում է կախվածության մասին որոշակի։ Ինֆորմացիայից կախվածությունը առաջացնում է, որովհետև մենք այդ լուրի կարիքը ունենք, թե այն էմոցիայի, որ առաջացնում է այդ լուրը։ Եվ նեգատիվ, եւ պոզիտիվ, ցավոք սրտի հաճախ նեգատիվ ինֆորմացիայի կարիքը ունենք։ Դրա համար մտնում ենք։ Ավելի հետաքրքիր է, քան պոզիտիվ ինֆորմացիան։ Ես ինձ դա եմ ուզում ասեի, որ որքան բացասական ինֆորմացիա է լինում, նույնիսկ եթե դա ապատեղեկատվություն է, այսպես շռնդալից ինչ որ վերնագրերով, դրանք 3 անգամ, 10 անգամ ավելի լայն տարածում են գտնում, քան թե օբյեկտիվ եւ այսպես չափված ձևած, հա, այսպես ասենք ինֆորմացիան։ Ինչով է սա պայմանավորված։ Դա շոուի մի տարատեսակ է, դիտումներ հավաքելու համար, ինչքան որ հետաքրքիր լինի պատմությունը, ինչքան որ այսպես առեղծվածային բաներ իր մեջ պարունակի, այնքան ավելի շատ հետաքրքիր կլինի մարդկանց։ Դրա համար աշխատում են, որ ոչ թե օբյեկտիվ ինֆորմացիա լինի, այլ ավելի համեմված, գեղեցկացված ինֆորմացիա լինի, որ մարդկանց գրավի։ Ստացվում է, որ մարդիկ կախվածություն են ունենում ոչ թե այդ ինֆորմացիայից, այն էմոցիայից, որը կառաջացնի ինֆորմացիան։ Այո։ Եվ ստացվում է, որ մարդկանց մեծ մասը բացասական էմոցիա վերապրելու պահանջմունք ունի, եթե բացասականն է գերադասում սպառել։ Նայեք, բացասականը իրանց ձգում է, որ սկսեն օգտագործելը, սպառելը, նա, բայց որ սկսվում է, դա չի նշանակում, որ պետք է անպայման բացասական ինֆորմացիաներ լինեն դրանից հետո։ Բացասականը ուղղակի գրավում է այդ պահին ավելի շատ, նա կարող նաև դրականը լինի, էլի բերի կախվածության։ Բայց երբ որ կախվածությունը առաջանում է, կապ չունի էմոցիան դրականա, բացասականը, ինքը արդեն կախվածություն ունի հենց այդ սոցիալական ցանցերից։ Առանց ինֆորմացիայի որակի, առանց այդտեղ կապ չունի եւ ինֆորմացիայի որակը, եւ քանակը, եւ ձևը։ Սա խայծ է, որպեսզի քեզ ներքաշեն այդ ցանց։ Ես չեմ կարծում։ Սա ուղղակի տեխնոլոգիական, հա, բանի մասին է խոսքը, այդ նյութերի մասին է խոսքը։ Չէ, ուղղակի ոչ թե սոցիալական ցանց են ներքաշում, ուղղակի դիտում են ապահովում իրենց համար։ Իսկ ընդհանուր առմամբ սոցիալական ցանցը ինքը ես չեմ դիտարկում որպես խայծ, ինքը շատ օգտակար է, ինքը զարգացում է տեխնոլոգիական ու պետք է օգտվել դրանից ուղղակի գրագետ։ Ցանկացած բան, որտեղ որ սահմանը այդ չափը խախտվում է, դառնում է կախվածություն եւ տվյալ դեպքում հա, ամեն դեպքում չէ, բայց տվյալ դեպքում այո, եթե չափը մենք անցնում ենք, ապա կախվածություն կարող է ձևավորվի։ Այսօր սոցիալական մեդիան ամենուր է եւ սոցիալական ցանցերը իր տարբեր ձևաչափերով օգտագործում ենք բացարձակապես բոլորս, նույնիսկ երեխաները խմբեր են կազմում, տնային հանձնարարություններ, տպավորություններ եւ այլը փոխանակելով։ Կարող եմ ես տեսնել կապ նրա հետ, որ որքան մեծանում է մեր կյանքում սոցիալական ցանցի օգտագործումը, այնքան մեծանում են նաև երեխաների խնդիրները, ինքնավնասման հետ կապված, եւ մանկական դեպրեսիայի հետ կապված, մանկական ցածր ինքնագնահատական սուիցիդ եւ այլն։ Կարող ենք մենք այստեղ զուգահեռներ տանենք, որտեղ թվում է, թե այս առաջին հայացքից իսկապես նրա սպառմանը աճին զուգահեռ աճում է նաև այս ցուցանիշը։ Դե նայեք, հա, հետազոտություններ կան, որ ապացուցում են, որ վերջի շրջանում մոտավորապես 7 տարվա կտրվածքով, հա, եւ որ ավելի շատ արագ է զարգացել սոցիալական դաշտը, մոտավորապես 5% ավելացել են նաև այդ սոցիալական մեդիայից կախվածությունները։ Ինչքան զարգանում է, ինչքան հասանելի է, այնքան պարզ է, որ կախվածությունները ել ավելի կշատանան։ Ինչքան օբյեկտը հասանելի է, ինչքան հետաքրքիր է, այնքան կախվածությունը ավելի շատ է զարգանում։
Իսկ ինքնավնասման դեպքեր ինչու են շատացել։ Կարող ենք մենք սա ինչ-որ չափով կապել սոցիալական։ Իհարկե, ընդհանուր ինքնավնասման դեպքերը իհարկե չենք կարող կապել միայն սոցիալական ցանցերում ցանցերից կախվածության հետ, բայց մենք գիտենք, որ սոցիալական ցանցերից կախվածության ժամանակ, մանավանդ դեռահասների մոտ, երեխաների մոտ, այդ ագրեսիայի էպիզոդները բավականին հաճախ են լինում, ու ագրեսիայի ձևերից մեկը նաև ինքնավնասումն է, ինքնախեղումները, ինքնավնասումները, այսինքն կավելանում։ Ինչու է դեռահասը նման քայլի դիմում, ուշադրության պակասից, սիրո պակասից, ուզում է իրեն հանդեպ հոգատարություն տեսնի, ո՞րն է պատճառը լինում։ Որ ագրեսիա է դրսևորում։ Ինքնավնասում, այո։ Ինքնավնասումները բազմաթիվ պատճառներ ունեն, միանշանակ պատճառ չես կարող ասել։ Որոնք են դրանք։ Բազմաթիվ է։ Թվենք մի քանիսը։ Օրինակ հոգեկան խանգարումների շրջանակներում։ Որոշակի հոգեկան խանգարումներ կարող են բերել ինքնավնասումների։ Անձի խանգարումների դեպքում կարող են բերել ինքնավնասումների, վարքային խանգարումների դեպքում, որոնք որ շատ հաճախակի հանդիպում են երեխաների մոտ, կարող են բերել ինքնավնասումների։ Ու այդպես շարունակ։ Բժիշկ, բացառվում է, որ երեխան պարզապես դժվար շրջան է ապրում, բայց որևէ խնդիր չունի հոգեկան առողջության հետ եւ ինքնավնասել է ինքն իրեն։ Հնարավոր է պատահի, իհարկե։ Կամ որոշակի տարիքներ, այսպես ասած, պուբերտալ շրջաններ դեռահասների մոտ, որոնց ժամանակ, այո, այդ ժամանակ ինքնավնասումներ կարող են դիտվել։ Ագրեսիայի էպիզոդներ, այսպես ասած։ Ինչին պիտի ուշադրություն դարձնի ծնողը, որպեսզի հասկանա, որ երեխայի մոտ անհավասարակշռված վիճակ է, նույնիսկ եթե ինքնավնասման չի հասել, բայց շեմին է կանգնած։ Կախված սոցիալական մեդիայի հետ։ Եվ ոչ միայն, ընդհանրապես։ Սովորական ապրելակերպի փոփոխությունը երեխաների դեպքում միանշանակ զգացվում է, երբ որ դա տևում է որոշակի ժամանակահատված, կապ չունի ինձեւի ապրելակերպի փոփոխություն է լինում, ելի եմ ասում, տարբեր հիվանդությունների դեպքում ինքը կարող է հիվանդության նախնական շրջանը տարբեր ձևի դրսևորվի։ Անքնություն կարող է լինել, ցածր տրամադրություն, էլի այդ ագրեսիայի էպիզոդները, որոշակի մտքեր, որոնք կարող են տարօրինակ լինել, տարբեր տեսակի խնդիրներ, որոնք որ բնորոշ չեն այդ երեխային ու տևում են որոշակի ժամանակահատված, օրինակ 1-2 շաբաթ։ Այդ դեպքում պետք է մասնագետի օգնություն, որպեսզի մասնագետը գնահատի, թե երեխայի մոտ ինչ է կատարում, թե կատարվում է, թե չի կատարվում։ Մեզ մի ծնող էր գրել, ով ասում էր, որ տղայիս ոտքերին պարբերաբար կապտուկներ են իհայտ գալիս եւ նա ասում է, որ ֆիզկուլտուրայի ժամին է վնասվել, աստիճաններից է ընկել, չգիտեմ, ասում է, հավատամ թե ոչ։ Ինչ խորհուրդ կտաք օրինակ այսպես մոտավորապես այս դեպքը նկարագրելով։ Արդյոք հնարավոր է, որ ճարպիկ տղան, ով նախքան դա, չգիտեմ, տարին մեկ անգամ էր կապտակներ ունենում, հիմա մարմնի գրեթե նույն հատվածում պարբերաբար կապտակներ է ունենում։ Նայեք, կապտուկները կարող են լինել բազմաթիվ պատճառներ, չեք կարող նման դեպքում բացառեք նաև բռնությունը, չէ՞։ Ուղղակի պետք է հետևողական լինել։ Ես չեմ կարծում, որ նման վիճակը կարող լինի ինքնավնասման հետևանք։ Օրինակ շատ քիչ դեպքերում է լինում, երբ որ ոտքերին կապտուկներ է լինում ինքնավնասումների դեպքում, շատ հաճախ քերթվածքներ են լինում, կտրվածքներ են լինում։ Պետք է ուշադիր լինել, հետևողական լինել ու հասկանալ այս արդյոք այդտեղ կա ինչ որ բռնության էպիզոդ կամ չկա ու հասկանալ հետո եթե ոչ մի բան չկա կարող է ուղղակի երեխան ակտիվ երեխա է ու հաճախակի վնասվածքներ է ստանում։ Բժիշկ, եւ վերջին հարցը, արդյոք գենդերային որոշակի ուսումնասիրություններ կան այդ դեռահասության շրջանում ինքնավնասման ովքեր են ավելի շատ հակված աղջիկ երեխաները թե տղա։ Ավելի շատ հակված են տղաները։ Ինչու։ Դա հետազոտության արդյունք է։ Որովհետև տղաները ավելի հաճախ են ունենում միջանձնային կոնֆլիկտներ։ Պատճառը նաև կարող է դա լինել։ Ավելի տղամարդիկ, այսպես ասած, ավելի սոցիումի են, դրսի են, քան թե աղջիկները, էլի, դրա համար։ Շատ հաճախակի իրանց հարկավոր է ինքնադրսևորվել նաև այլ միջավայրերում ու հաճախ նաև կոնֆլիկտներ կարող են լինել, հաճախ նաև հոգետրավմաներ կարող են լինել ու դրա հետևանքով նաև ինքնավնասումներ։
Տղա երեխաները եւ աղջիկ երեխաները այս անցումային տարիքներում ովքեր են ավելի ծանր տանում, տղաները թե աղջիկները, որտեղ ընդունված է համարել, որ աղջիկների հոգեկերտվածքը ավելի զգայուն է, քան թե տղաների, միևնույն ժամանակ ավելի բարձր է աղջիկների հարմարվողականությունը։ Կարող են ենթադրություններ անել, բայց այդպիսի հետազոտություն ես չեմ կարող ասել։ Ձեր փորձը ինչ է ցույց տալիս։ Ավելի ինքնավնասումների հետ էր կապված, եթե հիշում եմ, ավելի ծանր տանելը։ Այո, որ աղջիկ երեխաներն են ավելի ծանր վերապրումներ ունենում անցումային տարիքում, թե տղաները։ Ես կարծում եմ, որ աղջիկները։ Ես կարծում եմ, որ աղջիկները, բայց ելի եմ ասում, հստակ չեմ կարող ասել, որովհետև դրա համար պետք է հետազոտություն։ Եվ իսկապես վերջին հարցս, դեռահասի համար սիրահարվածությունը կարող է դառնալ հոգետանջանքի առիթ։ Իհարկե կարող է դառնալ, բայց դա նորմա ենք մենք համարում։ Մենք պետք է այդպես լինի։ Եվ այդ նույն հոգետանջանքը մարդ հասուն տարիքում է նույնպես ունենում սիրահարվելու պարագայում, թե չէ։ Հոգետանջանքը, Դե չգիտեմ, անդադ մտածմունքներ, ինչ որ տխուր հայացք։ Նայեք, ես ընդհանրապես գիտեմ, որ սիրահարված լինելը ինքը հաճելի զգացողություն է, իսկ եթե դրա հետևանքով լինում են որոշակի ավելի վատ ախտանիշներ, այսպես բժշկական լեզվով ասած, ուրեմն պետք է այդտեղ մտածել, արդյոք դա վատ հետևանքներ ունի այդ սիրահարվածությունը, թե չէ։ Ասեմ, որ կան նաև նմանատիպ կախվածության ձևեր, որոնք կոչվում են սիրային կախվածություններ, իրանք էլի համարվում են ոչ քիմիական կախվածությունների տարատեսակներ, բայց իհարկե չեն դասակարգվում որպես հիվանդություն։ Սա դեռահասների շրջանում հաճախ է։ Եվ դեռահասների շրջանում, եւ մեծահասակների շրջանում։ Հաճախ չի հանդիպում, բայց հանդիպում է։ Հիվանդագին սեր։ Կարելի է այդպես բնութագրել։ Շնորհակալ եմ տարատեսակներից մեկն է։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Խնդրեմ, ես եմ շնորհակալ։ Ցանկացած երևույթ, երբ հատում է սահմանը նորմայի, երբ դառնում է այն այլևս կպչուն միտք կամ ցանկություն, նույնիսկ սերը այլևս խնդիր է։ Օգտվեք սոցիալական ցանցերից, սիրվեք եւ սիրահարվեք նորմայի սահմաններում։ Նորման որոշում եք դուք։ Նորմայի պայմանական ձևակերպումը հետեւյալն է. ցանկացած բան, քանի դեռ հաճելի է եւ ոչ թե խնդիր, ուրեմն նորմալ է։ Մնացեք նորմայի սահմաններում եւ եղեք երջանիկ, հանդիպելու ենք առայժմ։